Բարև բոլորին։ Այսօր ձեր հետ կքննարկենք մեր մյուս պրոդուկտը՝ MetaBroker-ը։ Ինչ է MetaBroker-ը եւ ում համար է այն նախատեսված։ Սա կայք է, որը ձեզ հնարավորություն է տալիս մեկ միասնական անձնական կաբինետից ունենալ հասանելիություն աշխատելու տարբեր բիրժաների հետ։ Այս պահին մեզ հասանելի է 3-ը՝ Binance, Bybit, Bitget։ Բացի մեկ միասնական կաբինետից հասանելիություն ունենալուց կան նաև եւս մի շարք առավելություններ, ինչպիսիք են ամենօրյա քեշբեքը բոլոր բիրժաների համար, հարմարավետությունը անձնական կաբինետի ու այստեղ կուզենայի ձեր ուշադրությունը գրավել կապված անձնական կաբինետի հետ, քանի որ այս պրոդուկտը ստեղծվել է հենց թրեյդերների կողմից, թրեյդերների համար, այսինքն բոլոր մանրուքները, սկսած ցանկացած կոճակի գտնվելու վայրից կամ ընդհանրապես այդ կոճակի լինել-չլինելը որոշելու հիմքում ընկած է միակ բանը՝ թրեյդերի համար օգտակարությունը եւ հարմարավետությունը։ Այսինքն, եթե մենք համատենք նույն բիրժաների, Binance-ի, Bybit-ի եւ Bitget-ի անձնական կաբինետները, բոլորս էլ կարող ենք հաստատել, որ այստեղ շատ անհարմար է աշխատել, թե դիզայնի առումով, թե ընդհանրապես ինչ-որ բան ես ուզում գտնես, մի ժամ փնտրում ես։ Իսկ MetaBroker-ում ամեն ինչ ինտուիտիվ պարզ է առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին ես վստահությամբ կարող եմ ասել, որ այստեղ չկա ոչ մի կոճակ, ոչ մի ֆունկցիա, որը դուք չեք օգտագործելու որպես թրեյդեր, քանի որ մենք հավաքել ենք մեկ վայրում այն ամենը, ինչը պետք է թրեյդերին։ Այստեղ մի հատ կարևոր նշում կուզենայի անել, որ անկախ դիզայնից եւ մնացածից MetaBroker-ը ընդհանրապես միջնորդ է ձեր եւ բիրժաների միջև, այսինքն օգտատերը նույն ինքը թրեյդերը օգտագործելով MetaBroker-ի ֆունկցիաները մեկ է փոխհարաբերվում է բիրժաների հետ եւ եթե բիրժայում ինչ-որ X խնդիր լինի, մենք դրա հետ ոչ մի բան չենք կարող անել, մինչեւ իրանց մոտ չֆիքսեն ու չկարգավորեն իրենց խնդիրները։ Մենք իհարկե ամենօրյա real time, այսպես ասած, կապի մեջ ենք բիրժաների ներկայացուցիչների հետ եւ բոլոր խնդիրները լուծվում են մաքսիմալ բարձր առաջնահերթությամբ։ Ուրեմն, իսկ ինչ է cashback-ը։ Թրեյդերը կատարելով գործարքներ վճարում է միջնորդավճարներ։ Կոնկրետ սկալպինգում այդ միջնորդավճարները առավել եւս մեծ դեր ունեն եւ այստեղ դուք կարող եք տեսնել մեր cashback-ի պայմանները։ Binance-ի համար ամենօրյա 35% cashback, Bybit-ում 80% զեղչ է արվում, պլյուս 10% էլ cashback էլի ամեն օր, Bitget-ում 25% cashback։ Եվ կուզենայի նշել, որ այստեղ դուք ունեք հնարավորություն հավելյալ շահույթ ստանալու ձեր ռեֆերալների վճարած միջնորդավճարներից եւ եթե դուք ունեք ձեր թիմը, ունեք Telegram ալիք կամ ինֆլուենսեր եք, կարող եք գրել մեր տեղաջակցության թիմին, կոնտակտը կթողենք նկարագրության մեջ եւ մենք անհատական արդեն կքննարկենք ձեր պայմանները։ MetaBroker-ի առավելություններից է նաև այն, որ ձեր անձնական կաբինետում ձեզ հասանելի կլինեն մեր հեղինակային սկրիները, լիստինգների մասին տեղեկատվություն ու թե սպասվող, թե արդեն կայացած լիստինգների պատմությունը։ Դուք հնարավորություն եք ձեր account-ին միացնել Telegram bot, նաև որի վրա կգան տարբեր notification-ներ ըստ ձեր տված կարգավորումների։ Նաև ձեզ հասանելի է թրեյդերի օրագիրը, որտեղ դուք կարող եք հետևել ձեր գործարքների պատմությանը, ավելացնել այնտեղ տարբեր վիջետներ, որոնք արտացոլում են ձեր թրեյդինգի արդյունքները ընդհանրացված։ Նաև ունենք ֆանդինգների հետ կապված edge, ունենք լիքը ուրիշ tool-եր, որոնք օգտակար կլինեն ձեզ որպես թրեյդեր։ Եվ ուրեմն, ինչպես գրանցվել MetaBroker-ում, պետք է մտնել այս կայքը metabroker.live եւ սեղմել այս կոճակը։ Իմիջիալոց կարող եմ ասել նաև, որ ունենք 4 տարբեր լեզու ընտրելու հնարավորություն։ Ռեգիստրացիան ինքը ստանդարտ process է, ավելացնում եք mail, ձեր parole-ը, եթե ինչ-որ ռեֆերալ կոդով եք գրանցվում, այդ ռեֆերալ կոդն եք այստեղ գրում ու սեղմում եք зарегистрироваться։ Գրանցվելուց հետո կբացվի տվյալ edge-ը, ինչպես տեսնում եք Binance-ը եւ Bitget-ը դեռ այս պահին հասանելի չեն, քանի որ պետք է անցնել նույնականացում, իսկ Bybit-ը հասանելի է այս պահին առանց նույնականացման։
Նույնականացումը անցնելու համար պետք է սեղմել այս կոճակը, այնուհետև այնտեղ հետևելով հրահանգներին պետք է լրացնել բոլոր դաշտերը, ներբեռնել նկարներ, ձեզ բոլորը այստեղ կհրանգավորեն արդեն։ Այստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասել, որ նույնականացման process-ը անցնելու ժամանակ անպայման պետք է լրացնել դաշտերը ճիշտ այնպես, ինչպես նշված է ձեր նույնականացման փաստաթղթի մեջ, նույն լեզվով։ Ձեզնից պահանջվելու է նաև ներբեռնել փաստաթղթի նկարը եւ ձեր selfie-ին, հետևեք որպեսզի այդ նկարները արվեն լավ լուսավորության պայմաններում, բայց անմիջական լույս չընկնի փաստաթղթի վրա եւ չփակի ինչ որ տառ, թիվ եւ այլն։ Նույնականացումը անցնելուց հետո արդեն ձեզ հասանելի կդառնան արդեն Binance եւ Bitget բիրժաները։ Նույնականացում անցնելուց հետո մեզ հասանելի են դառնում Bitget եւ Binance բիրժաները։ Ծանոթացնեմ սկզբից հիմնական ֆունկցիաների հետ։ Ձախից դուք տեսնում եք հիմնական մենյուն, որտեղ կան մեզ հասանելի 3 բիրժաները եւ մեր մնացած բաժինները՝ screener, listing-ներ, funding-ներ, profile եւ այլն։ Աչից մեր ֆինանսական վիջետներն են։ Ձախ կողմից դուք կտեսնեք ձեզ հասանելի գումարը տվյալ մարքետների համար, իսկ աջ կողմից դուք կտեսնեք արդեն ձեր ֆինանսական արդյունքը, այսինքն նույն ինքը P&L-ը։ Այստեղ հնարավորություն ունեք թարմացնել տեղեկատվությունը սեղմելով այս կոճակի վրա, հնարավորություն ունեք հաշիվների միջև փոխանցումներ անելու սեղմելով այս կոճակի վրա, այսինքն spot-ից futures կամ մարժինալի կաշիլոկի վրա, կարող եք reset անել, այսինքն զբռոս տալ այն թվերը, որոնք ստե կլինեն։ Ամենաներքևի վիջետը թույլ է տալիս մեզ փոխանցումներ անել նաև տարբեր բիրժաների հաշիվների միջև, կարիք չունենալով մտնել եւ հաշվի համալրման հասցե copy անել։ Այսինքն այստեղ եթե ընտրենք Binance, կարող ենք ընտրել spot-ից փոխանցել Bybit։ Ուստեղ գրելու ենք գումարը ու սեղմենք PVST։ Այստեղ նաև կարող ենք ընտրել այն coin-ը, որ ուղարկելու ենք։ Մեջտեղի մասում մենք տեսնում ենք ակտիվ հայտերը, նույն ինքը զայավկաները, օրդերները, հետո բաց պոզիցիաներն ենք տեսնում, spot հաշվի մասին տեղեկատվություն եւ մարժինալի հաշվի մասին տեղեկատվություն։ Այստեղ մենք ունենք հնարավորություն նաև կառավարելու մեր ակտիվ զայավկաներն ու բաց պոզիցիաները։ Ամեն բիրժա ունի իր առանձին բաժինը, որտեղ մենք առանձին կարող ենք մոնիտորինգ անել մեր բաց պոզիցիաներն ու ակտիվ զայավկաները, սակայն Metabrokers-ում կա մի շատ հարմար եւ կարեւոր բաժին, դա option panel կոչվածն է, որը մեզ թույլ է տալիս հետևել մեր բոլոր 3 բիրժաներում տեղադրված զայավկաներն ու պոզիցիաները։ Սա շատ հարմար է, ես ինքս անձամբ միայն այս edge-ից եմ օգտվում ու առանձին բիրժաների edge-երը սկիթ չեմ էլ բացում, որովհետև անհրաժեշտությունը չկա։ Այս մասին էի խոսում, երբ ասում էի թրեյդերների կողմից թրեյդերների համար է ստեղծված այս պրոդուկտը։ Ուրեմն, ասենք հիմնական ֆունկցիաներին, հաշվի համալրում։ Բոլոր բիրժաների այս edge-երի վերևի մասում դուք տեսնում եք հաշիվը համալրելու, հաշվից փող անելու, հաշիվների միջև փոխանցումներ անելու կոճակները։ Որպեսզի համալրենք հաշիվը, մեզ պետք է սեղմել пополнить кошелек կոճակը։ Այնուհետև կբացվի այս մոդալը, որտեղ դուք պետք է ընտրեք coin-ը, որ ուզում եք համալրել։ Այստեղ ընտրում եք coin-ը ու պետք է հաջորդիվ ընտրեք ցանցը, որով ուղարկվելու է ձեր հաշվին այդ գումարը։ Այս քայլում շատ ուշադիր պետք է լինել հասցեն ու ցանցը ընտրելուց, որովհետև եթե սխալ ցանցով փոխանցվի, անկախ նրանից հասցեն ճիշտ է թե սխալ, ամենայն հավանականությամբ գումարը ձեզ չի հասնի եւ դրանից հետո ձեր գումարը վերականգնելը արդեն այսպես ասած մեծ հարցականի տակ է։ Գումարի հանում եւ փոխանցումներ։ Հաշվից գումար հանելու համար պետք է ընտրել отправить կրիպտովալուտու կոճակը եւ այստեղ նույնպես պետք է ուշադիր ընտրել coin-ը, որը ուղարկելու եք, որը փոխանցելու եք եւ ցանցը, որով փոխանցելու եք։ Այստեղ դուք նաև ունեք հնարավորություն միանգամից փոխանցելու ձեր Metabrokers-ի մեջ հասանելի մնացած
բիրժաներին առանց այնտեղից հասցե վերցնելու։ Այսինքն եթե սխում ենք moy Bybit, ինքը միանգամից իմ Bybit-ի կաշելոկը կդնի այստեղ, հասցեն կդնի այստեղ եւ ինձ մնում է ընդամենը ընտրել ցանցը եւ նշել գումարը ու սեղմել փոխանցելու կոճակը։ Որպեսզի spot-ից futures կամ marginal-ի հաշվի եւ հակառակը գումար փոխանցեք, պետք է սեղմել այս перевод между счетами կոճակը եւ այստեղ արդեն ընտրելով թե որ հաշվից որ հաշվին եք փոխանցում անելու, գրում եք գումարը, այստեղ ընտրում եք միջև այդ coin ու սեղմում եք отправить։ Նույն բանը կարելի անել այս widget-ից, ասենք եթե դուք Binance-ի բաժնում եք գտնում, բայց ուզում եք Bitget-ում spot-ից futures ինչ-որ բան փոխանցեք, ընտրում եք էսի ու փոխանցում եք։ Այսքանը ձեր գումարները կառավարելու հետ կապված։ Bitget եւ Binance բիրժաների համար հասանելի է $1-ից փոքր գումարները կոնվերտացիա անելու մեխանիզմ։ Քանի որ բիրժայում կա մինիմալ սահմանափակում գործարքի համար, այսինքն եթե ձեր հաշվին ինչ-ինչ պատճառներով մնացել է ակտիվ, որի արժեքը փոքր է $1-ից, դուք կարող եք այն կոնվերտացիա անել Binance-ում BNB սարքելով, իսկ Bitget-ում այն կոնվերտացիա կարող եք անել BGB crypto coin։ Այնուհետև երբ այն կկուտակվի, կարող եք արդեն վաճառել։ Անցնենք առաջ։ Նովայա զայավկա։ Ինչա սա իրանից ներկայացնում։ Այն նախատեսված է նոր զայավկաներ կամ պոզիցիաներ բացելու համար։ Որպեսզի տեղադրենք զայավկա կամ բացենք պոզիցիա, պետք է ընտրել առաջին հերթին բիրժան, այս վերևի հատվածում, հետո market-ը, այսինքն spot, futures, margin կամ Bybit-ի դեպքում նաև options, այնուհետև ընտրում եք ուղղությունը, buy կամ sell, այսինքն long կամ short, օրդերի տեսակը, շուկայական, լիմիտային կամ stop order, այսինքն նույն ինքը at-loss-կան, հետո ընտրում ենք coin-ը, ընտրում ենք, ասենք եթե market-ա, ուղղակի նշելու ենք քանակ, քանի որ ինքը հենց շուկայական գնով այդ պահին կբացի գործարք։ Լիմիտի դեպքում նշվում է նաև գինը, որ գնով է դրվելու օրդերը։ Բերեք փորձնական մի հատ, ասենք Binance-ի futures-ում լիմիտային զայավկա տեղադրենք, նույն օրինակ այսօր Bitcoin-ի վրա, ասենք։ Այստեղ գրում ենք coin-ի անունը, տեսնում ենք գինը, քայլը объемի, մինիմալ объемը ու մաքսիմալ объемը։ Մինիմալ объемը $62 է, գնենք 63։ Կնենք, քանակը ստեղ պետք է դրենք։ Գինն էլ կդնենք, ասենք 62,000-ի վրա։ Ինչպես տեսանք, մեր զայավկան տեղադրվեց ու մենք այստեղ ունենք իրան կառավարելու հնարավորություն։ Կարող ենք այդ զայավկան հանել այս կոճակով։ Եթե ունենք մեկից ավելի զայավկաներ, սեղմելով admin-ից всё այս կոճակը, սաղ բոլորը միանգամից կհանվեն, որպեսզի sense մեկ-մեկ չսեղմեք։ Իսկ հիմա ցույց կտամ, թե ինչպես է բացվում պոզիցիան, նույն Bitcoin-ի վրա, այստեղ ընտրում ենք market, ընտրում ենք Bitcoin ու ծավալ։ Սեղմեցինք վստվից զայավկու։ Всё, ինքը միանգամից պոզիցիա բացեց, այսա տեսնում եք ցենա վխոդա, այստեղ ցույց է տալիս մեր այս պահին ունեցած PNL-ը, մուտքի գինը, ցույց է տալիս объемը լոտերով, объемը դոլարով, լիկվիդացիայի գինը, ունենք հնարավորություն միանգամից հենց այստեղից stop loss կամ take profit դնելու, այստեղ միանգամից գինը գրեցինք, օրինակ ուզում ենք 62,000-ի վրա stop loss տեղադրենք, վստվից զայավկու ու stop loss-ը տեղադրվեց։ Ու ունենք հնարավորություն փակելու այս պոզիցիան։ Ինչպես նաև մենք ունենք այսպիսի ուրիշ հնարավորություն, հիմա ցույց կտամ, եթե մենք ունենք, ասենք թե եւ զայավկաներ եւ պոզիցիաներ, Հիմա մենք ունենք զայավկաներ եւ պոզիցիա։ Որպեսզի մեր բոլոր պոզիցիաներն ու բոլոր զայավկաները փակենք միանգամից, ասենք ինչ որ force majeure ա եղել եւ կա անհրաժեշտություն բոլոր զայավկաները հանելու ու պոզիցիան փակելու միանգամից, սեղմում ենք այս admin-ից կոճակը ու միանգամից ինքը բոլորը կփակի ու զայավկաները կհանի։
Spot-ում նույն ձև է կատարվում, ուղղակի spot-ում չկա պոզիցիա հասկացողություն, այսինքն եթե մենք spot-ում ինչ-որ coin առնենք, դրա համար մենք պետք է փոխանցենք spot-ի վրա առաջին հերթին, այստեղ այսպես է կատարվում դա, հիմա, որպեսզի մենք spot-ում ինչ-որ coin առնենք, ասենք նույն օրինակ ADA USDT-ն, ուզում ենք $7 առնենք, նշեցինք, ինքը առավ մի անգամից, ինչպես տեսնում եք ADA USDT-ն այստեղ ավելացավ, ցույց է տալիս արժեքը, ցույց է տալիս լոտերով իր քանակը, եթե ասենք հիմա ինչ-որ զայավկա դնենք փակվելու, ինքը կհայտնվի zablokировано սյունյակի մեջ, իրան փակելու համար ուղղակի սեղմում ենք այս закрыть կոճակը ու հաստատում ենք։ Ուսո ինքը մի անգամից փակվում է ու այդ փողը գնում է արդեն մեր USDT բանի վրա, հաշվի վրա, ինչու է մնացել այսքան մնացորդ, քանի որ բիրժայում կա объемի քայլ, ծավալի քայլ հասկացողություն, դրա համար այս объемը ինքը չկարողացավ ծախի ու այստենց որ ինքը կուտակվի, ասենք ինչ որ ժամանակ հետո մենք մի անգամից սեղմելու convertibles BNB ու սաղ մեր բոլոր spot-ի այդ ակտիվները, որոնք $1-ից փոքր կլինեն, իրանք կոնվերտացիա կլինեն BNB ու մենք հետո BNB-ին կվաճառենք արդեն։ Նույնը կատարվում է մարժինալնի հաշվի վրա, լրիվ նույն մեխանիկան է։ Իսկ հիմա եկել է պահը, որ պետք է ցույց տամ, թե ինչպես կարող եք MetaBroker-ի ձեր հաշիվը ավելացնել Metascalp տերմինալի մեջ։ Իմիջիայլոց ով տեղյակ չի, Metascalp-ի մասին մեծ обзор եմ արել նախորդ վիդեոյում, բացեք եւ նայեք անպայման։ Ես վստահ եմ լիքը նոր եւ օգտակար ինֆո կստանաք։ Եվ ուրեմն, որպեսզի մենք ավելացնենք ինչ-որ բիրժա Metascalp-ում, մենք պետք է առաջին հերթին մենյուի մեջ գտնենք տվյալ բիրժայի բաժնում գտնվող API ключի edge-ը։ Էսա, ամեն բիրժա ունի տվյալ edge-ը։ Բացում ենք եւ սեղմում ենք создать։ Գրում ենք առաջին հերթին անունը, հետո այս checkbox-ը պետք է ակտիվացնել, торговля checkbox-ը։ Ու սեղմում ենք создать։ Այնուհետև Metascalp-ի մեջ մտնում ենք նաստորիկաներ, սա ես հիմա կջնջեմ, ավելացնում ենք Binance Futures Connection, այստեղ արդեն copy ենք անում ու մի անգամից վստավից։ Այնքան է հեշտացված այս process-ը, որ դաժե ձեզ պետք չի կլավիատուրային ձեռ տալ։ Ստե copy արեցիք, ստե վստավից տվեցիք։ Սախրանից parol անպայման նշում եք, որպեսզի restart-ի ժամանակ այս տողը չջնջվի, նորից ստիպված չլինեք գրել, սեղմում եք պատключից։ Սպասում ենք այնքան մինչև պատключենյան հաջող լինի, երբ որ միացումը ավարտվել է այս լույսը տեսնում եք կանանչա, ներքևում գրել է connected, կարող եք փակել այս։ Ինչու ենք սպասում, ինչու չենք շուտ փակում, որովհետև այդ տվյալները մեզ մի անգամ են ցույց տրվում, հետո ոչ միտեղ մենք չենք կարող API secret-ը գտնել։ Իհարկե կարող եք իրան copy անել եւ պահել ինչ-որ տեքստային ֆայլի մեջ, բայց դա անվտանգ չի, դրա համար ես խորհուրդ չեմ տալիս։ Շո, մենք կպել ենք արդեն, այստեղից կարող ենք ընտրել մեր նախընտրած coin-ը եւ բացել։ Այսքանը Metascalp-ին միացնելու մասին։ API ключի edge-ում մենք ունենք հնարավորություն փոփոխել API key անունը, դրա համար սեղմում ենք այս կոճակը, այստեղ կարող ենք ինչ-որ անունը փոխել ու սեղմել обновить, ինքը անունը API key կփոխվի, տեսակ փոխվեց, ունենք հնարավորություն իր թույլտվությունները փոխելու, permission-ները, ունենք հնարավորություն IP հասցեներ որպես whitelist ավելացնելու, որպեսզի, այսի անվտանգությունից էլի ելնելով, եթե դուք չեք ուզում որպեսզի ուրիշ IP-ներից ինչ որ կարողանան կպնել ձեր API key-ին, ավելացնում եք ձեր IP հասցեն ու վсё, այդ API ключը արդեն հասանելի կլինի միայն ու միայն ձեր նշված IP հասցեից։ Ունենք նաև հնարավորություն ջնջելու API key-ն։ Սկսում ենք ու հաստատում ենք։ Հիմա, երբ որ արդեն ավելացել ենք Metascalp-ում, կուզենայի ցույց տալ, թե այստեղ նաև ինչքան հարմար է հետևել զայավկաներին ու գործարքներին, երբ աշխատում եք առևտրային տերմինալի միջոցով, քանի որ զայավկաների ու պոզիցիաների մասին
կատվությունը թարմանում է այս edge-ում real time, այսպես ասած, այսինքն կարիք չկա edge refresh անելու, որպեսզի տեսնեք ձեր ակտուալ զայավկաներն ու պոզիցիաները։ Բերեք XRP-ին փորձենք։ Տեղադրեցինք, ինքը միանգամից ստեղ երևում է։ Դրեցինք, միանգամից երևում է։ Պոզիցիա բացեցինք, ինքը միանգամից դե ցույց տվեց։ Փակեցինք, միանգամից real time ցույց տվեց։ Հիմա ցույց կտամ, թե ոնց է այս կնոպկեն աշխատում, որպեսզի դուք հասկանաք, ասենք ինչ-որ Bitcoin-ը պռալիվ է անում, դուք շուտ ուզում եք պոզիցիան փակեք, սեղմեցիք այս կնոպկեն ու վсё ինքը միանգամից լիմիտկաները հանում է ու պոզիցիան փակում է։ Անցնենք առաջ։ Ամեն բիրժայի բաժնի մեջ դուք կարող եք տեսնել պլեչի edge-ը, որը նախատեսված է տվյալ բիրժայի պլիչոները կառավարելու համար։ Այստեղ դուք ունեք հնարավորություն փոփոխել թե առանձին coin-ի պլիչոն, թե միանգամից բոլորինը։ Նաև ունեք հնարավորություն փոփոխելու մարժայի տեսակը, cross կամ isolirованный, կարող եք փոխել պլիչոն ըստ մաքսիմալ պոզիցիայի չափի նաև։ Օրինակ, եթե սեղմենք այս $1 միլիոն վրա, ինքը ավտոմատ սաղ coin-ների վրա կդնի այն մաքսիմալ պլիչոն, որով հնարավոր է $1 միլիոն պոզիցիա բացել։ Ամեն coin ունի իր պլիչոների եւ մաքսիմալ պոզիցիայի ծավալի դիապազոնները։ Այսինքն, օրինակ, նույն 0G USDT coin-ը 21-ից մինչև 25 պլիչոն, ինքը առավելագույն մաքսիմալ պոզիցիան, այսինքն թույլատում է $25,000 մտնել պոզիցիայի մեջ։ 25-ից մինչև 50-ը արդեն լինելու է 5,000, եթե չեմ սխալ, չէ, 10,000 այս դեպքում, ասենք 11-ից մինչև 20-ը լինելու է 50,000, Ну, в общем, հասկացաք, դիապազոն ունի ինքը պլիչոների ու մաքսիմալ պոզիցիայի։ Եվ որպեսզի դուք չնստեք ձեռով հատ-հատ coin-ների պլիչոները փոխեք, մենք ստեղծել ենք ձեր համար մի հրաշք կոճակ։ Իմ համար այս edge-ի ամենամեծ արժեք ունեցող ֆունկցիան դա smart պլիչո կոճակն է։ Ուրեմն, փորձեմ բացատրեմ, թե ինչի համար է այն նախատեսված։ Այս կոճակի միջոցով դուք կարող եք դնել ըստ ձեր դեպոզիտի ձեր համար մաքսիմալ հարմար պլիչոները բոլոր coin-ների վրա ավտոմատ կերպով, այսինքն ծրագիրը ինքը կհաշվարկի, թե դուք ձեր դեպոզիտով մաքսիմում ինչքան մեծ պոզիցիա կարող եք բացել կոնկրետ coin-ի համար եւ այդ coin-ի վրա կդնի այն պլիչոն, որով դուք կարող եք բացել ձեզ հասանելի մաքսիմալ մեծ պոզիցիա։ Իրան որ սեղմենք, տես կարող մի րոպե մոտավորապես տևի, որովհետև ինքը սաղ էս 600 քանի հատ coin-ների որով ֆռում է ու բոլորի պլիչոները առանձին փոխում է։ Այսքանը պլիչոների մասին։ Կուզենայի մի բան ավելացնել Bybit բիրժայի հետ կապված, Metabrokers-ում Bybit-ը unified account է, այսինքն միասնական հաշիվ է գործում, նույն ինքը Yizini short կոչվածն է։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ չկա spot futures, margin, options մարքետների տարբերակում։ Այսինքն այդ մարքետները կան, բայց այստեղ ձեր գումարը դուք կարող եք տնօրինել բոլոր մարքետներում, որտեղ ցանկանում եք։ Կարիք չկա առանձին մարքետներում գումար պահելու։ Նույն Binance-ում, որպեսզի դուք spot-ի վրա գործ անեք, պետքա spot-ում գումար պահեք, futures-ի համար առանձին գումար, marginal-ի հաշվի վրա առանձին գումար, նույնպես Bitget-ում է։ Իսկ Bybit-ում դուք ուղղակի համալրում եք հաշիվը ու վсё, ինքը բոլորտեղ արդեն հասանելի է։ Վերջին edge-ը, որի մասին պետք է խոսել, դա profile edge-ն է, որտեղ դուք կարող եք տեսնել ձեր տվյալները, փոփոխել ձեր գաղտնաբառը, նաև այստեղ կարող եք փոփոխել ձեր nickname-ը, որ երևում է Metascalp-ի մեջ chat-ում գրվելուց, իմիջիայլոց ով չգիտեր Metascalp-ում chat ունենք, հեսա։ Իրան հասանելիություն ստանալու համար պետքա այս edge-ում login լինել։ Որ գրում է ավտորիզովանի կարող եք փակել արդեն ու հետո chat-ը որ բացեք ինքը աշխատելու է։ Հիմա ստեղ որ գրենք, ասենք նայեք իմ nickname-ը Joker-ա, չէ՞ գրած։ Գրեմ օրինակ Բարի լույս հայեր։ Տեսնում եք, չգիտեմ, խի եմ աղջիկ, բայց հա։
Անցնենք առաջ։ Այս էջում նաև ունենք հնարավորություն միացնել checkbox подтверждение закрытия позиции, որի դեպքում պոզիցիան փակելուց ձեզանից հաստատում է հարցնելու համակարգը։ Իսկ եթե միացած չի, առանց հարց ու պատասխան ինքը փակելու է։ Ժիգած BNB checkbox-ը նրա համար է, որպեսզի դուք ստանաք զեղչ 10%-ի չափով ձեր հաշվին BNB ունենալու պարագայում։ Այս 2FA checkbox-ները նրա համար են, որպեսզի ձեր հաշիվ մուտք գործելուց, գումար հանելուց եւ գաղտնաբար փոխելուց դուք կարողանաք օգտագործել երկփուլային նույնականացում։ Սա շատ կարևոր է, անպայման միացրեք, վերջերս ահա որ շատացել են հաշիվներից գողության դեպքերը, ինչի պատճառը միայն ու միայն անվտանգության բազային կանոններին չհետևելն է։ Անպայման դրեք գոնե 1, 3, 4, 5, 6-ից տարբերվող գաղտնաբառներ, խնդրում եմ, ու միացրեք երկփուլային նույնականացումը։ Ընդամենը 1 րոպեվա գործ է։ Տեղադրում եք հեռախոսում Google Authenticator ծրագիրը, միացնում եք այս checkbox-ը, save եք սխմում ու ինքը կբացվի QR կոդը, սկանավորում եք այդ Google Authenticator-ի մեջ այս QR կոդը, ինքը ձեզ կտա կոդ 6 նշանոց, այստեղ գրելու եք ու տաք save։ Всё, սա մի րոպե է տևում ժողովուրդ, բայց ինքը կխնայի եւ ձեր ներվերը եւ իհարկե ձեր փողերը։ Այսքանը profile edge-ի մասին։ Անցնենք առաջ, screener։ Ինչա screener-ը իրանից ներկայացնում։ Սա մի հատ համակարգ է, որը հետևում է ամբողջ շուկային։ Այս պահին ձեզ այստեղ հասանելի է 15 հատ բիրժա, որտեղ կատարող ցանկացած շարժ, ակտիվություն դուրս չի մնում մեր սկրիների աչքից։ Որպեսզի կարողանաք լիակատար օգտվել սկրիներից, դուք որ բացեք, sense default-ով ինքը template-ա, որտեղ մենակ Binance Spot ու Binance Futures-ն է միացված։ Դուք պետք է այստեղ սեղմեք добавить новый шаблон, կարող եք անունը փոխել, այստեղ ինչ ուզում եք գրեք, ու պետք է կարգավորել այս template-ը, այս շաբլոնը։ Ամեն բիրժա ունի երկու checkbox։ Մեկը այն ընտրելու, մյուսը հանելու համար։ Ձախից կանաչը ընտրելու համար է, աչից կարմիրը հանելու համար է։ Ինչ է նշանակում ընտրել եւ հանել։ Ընտրելը ինձ թվում է պարզ է բոլորին, իսկ հանելը, եթե դուք ուզում եք screener-ում հետևել այն coin-ներին, որոնք օրինակ կան Binance-ի Spot-ում, բայց չունեն Binance Futures, դուք անում եք այս կարգավորումը։ Դուք ընտրում եք Binance Spot եւ հանում եք Binance Futures-ը։ Կամ ուրիշ օրինակ, դուք ուզում եք հետևել այն Max Futures-ներին, որոնք չկան Binance բիրժայում ընդհանրապես եւ չունեն ուրիշ ոչ մի Futures։ Այս կարգավորումը տալով դուք կտեսնեք միայն Max Futures-ի այն coin-ները, որոնք ոչ մի ուրիշ տեղ չունեն Futures ու չկան Binance բիրժայում։ Ու սեղմում եք պրիմինից։ Այս բոլոր Futures-ները ոչ միտեղ Futures չունեն, այս coin-ները ոչ միտեղ Futures չունեն, ունեն մենակ Max-ում Futures։ Կարող եք տարբեր էքսպերիմենտներ անել, սա արդեն կախված է ձեր առևտրային ստրատեգիայից ավելի շատ։ Այստեղ ներքևում կտեսնեք հասանելի մետրիկաները եւ դրանց համար նախատեսված ֆիլտրներն ու time frame-ները։ Ինչա մետրիկան ընդհանրապես, դա այն չափման միավորն է, որ օգտագործվում է coin-ի տարբեր պարամետրները չափելու համար։ Օրինակ գործարքների քանակը, գնի տոկոսային փոփոխությունը, ծավալը, հետո funding-ը եւ այլն եւ այլն։ Ընտրում եք time frame, օրինակ նույն ձեռքների համար, գրում եք minimum-ը, օրինակ, չգիտեմ, 200։ Ու տալիս եք save։ Տվեցիք save, всё, այս պահին իմ նշած պայմաններին ոչ մի բան չի համապատասխանում, ես եթե սարքեմ 10, հիմա ինչ որ coin-ներ կան, որ վերջին 5 րոպեում մինիմում 10 հատ գործարք եղել է, ու իրանք չկան ուրիշ ոչ մի բիրժայում, կան մենակ Max-ի Futures-ում։ Որպեսզի ընտրեք, թե ինչ մետրիկայով եւ ինչ առաջնահերթությամբ է
պետք տեսնել coin-ները, ձեզ անհրաժեշտ է այս վերևի փոքրիկ մենյուն բացել եւ այնտեղից ընտրել մետրիկան եւ time frame-ը։ Օրինակ ուզում եք տեսնել առաջինից սկսած, տեսնեք top վերջին 1 րոպեում տոկոսային փոփոխություն ունեցած coin-ները, ընտրում եք այս կոնֆիգուրացիան։ Այստեղ կա հնարավորություն նաև link անել Metascalp-ին եւ բացել տվյալ coin-ը Metascalp-ում հենց այս edge-ից։ Դրա համար պետք է այստեղ ընտրել link-ի մեջից համապատասխան համարը եւ ունենալ Metascalp-ում նույն համարի տակ link արած ստական կամ գրաֆիկ։ Տեսնում եք այստեղ նույնպես 0.1-ի տակ link արած է, դաժե կարող ենք մի հատ sense գրաֆիկ բացել ներքևում։ Հիմա երբ որ ես սեղմեմ այս կոճակի վրա, եթե ես ունենամ Max Futures-ի connection, հիմա կավելացնեմ։ Հիմա ես կսեղմեմ այս կոճակի վրա եւ կտեսնենք, որ միանգամից Metascalp-ում բացվում է տվյալ coin-ի ստականը եւ գրաֆիկը։ Շատ հարմար է։ Նաեւ կարող ենք combo window-ը բացել Metascalp-ում այս կոճակով, նայեք այստեղ։ Ով չգիտի combo window-ն ինչ է, ձեր ունեցած ըստ ձեր ունեցած connection-ների բացվում է մի հատ պատուհան, որտեղ բացվում են հասանելի բոլոր ստականները տվյալ coin-ի, ստականները եւ գրաֆիկները։ Բոլոր այդ ամեն ինչը մանրամասն ես նախորդ վիդեոյում Metascalp-ի մասին, որ obzor եմ նկարել, այնտեղ այդ ամեն ինչը մանրամասն բացատրվել է, խնդրում եմ անպայման բացեք եւ դիտեք։ Ամենավերևում տեսնում եք search ticker, որ օգտագործում եք coin-ի գրաֆիկները նայելու համար, օրինակ ուզում ենք Bitcoin-ի գրաֆիկը նայենք, այստեղ կարող եք ֆիլտր անել ըստ բիրժաների, ասենք որ բիրժաներում եք ուզում poisk տակ, ուզում եմ օրինակ, չգիտեմ, Bybit Futures-ի Bitcoin-ի գրաֆիկը նայեմ։ Սեղմեցի այստեղ, ինքը այսպիսի պատուհանի մեջ բացում է այդ գրաֆիկը, կարող ենք բռնել, որտեղ ուզում ենք տեղադրել, կարող ենք իրավար ինչ-որ, չգիտեմ, նկարչություններ անել եւ այլն եւ այլն։ Անցնենք առաջ։ Obzor Ring-ը։ Սա հիմնական տեղն է, որտեղ դուք կարող եք ձեր համար հանգիստ նստել եւ ուսումնասիրել շուկան մինչև ձեր առևտրային սեսիան սկսելը, ու ես խորհուրդ եմ տալիս բոլորդ այդպես անեք։ Այստեղ նույնպես ընտրում եք շաբլոն, այստեղից, ասենք 0.1 ընտրեցի, Max Futures-ը բերեց։ Սեղմեցինք, գրաֆիկը բերեց։ Կարգավորումների մեջ կարող եք ընտրել, թե տվյալ աղյուսակում ինչ մետրիկաներ եք ցանկանում տեսնել եւ save կանեք, այստեղ ասենք ես ուզում եմ spread-ը տեսնել, ուզում եմ, չգիտեմ, объёмի դելտան տեսնել, funding-ը տեսնել, ու վերջ։ Հիմա տեսնում եք այս բոլոր կալոնկաները, այս սյունները բոլորը ստեղ հայտնվեցին, որպեսզի sort անենք, կարգավորենք այս աղյուսակը ըստ ինչ-որ կոնկրետ մետրիկայի, պետք է կլիկ անել նախընտրած մետրիկայի սյունակի այս անվան վրա, ասենք ուզում եք объёմի դելտայով, չգիտեմ, ֆիլտրենք, տեսնում ենք, որ ասենք վերջին 1 րոպեում 14000 դոլարով ավելի շատ объёմ է այստեղ անցել, քան միջինում անցնում է։ Ու վсё, մենք կլիկ արեցինք, իր գրաֆիկը բացվեց։ Իմիջիայլոց կարող ենք բացել ոչ միայն գրաֆիկը, այլ գրաֆիկները, այսինքն այստեղ վերևում մենք տեսնում ենք այսպիսի կոճակ, որտեղ կարող ենք ընտրել տարբեր կոնֆիգուրացիաներ, օրինակ այսպես, ու ընտրել այստեղ տարբեր time frame-ներ, օրինակ, չգիտեմ, ու եթե խոսքի Binance-ը ընտրենք, այստեղ մի քիչ ավելի այսպես, Մենակ սա ինձ թվում է հետաքրքիր կլինի, այստեղ կդնեմ ես 15 վայրկյանանոցը, այստեղ 5 րոպեանոցը, իսկ այստեղ մի ժամանոց կդնեմ։ Ու այսպես կտկտացնելով կարող ենք նայել այս պահին ինչ է կատարվում։ Ինքը միանգամից տարբեր time frame-ներով բացվում է։ Շատ հարմար է, անպայման օգտագործեք։
Ինչ են ալերտները։ Ուրեմն հասանք մեր ալերտներին։ Սա նույն սկրիներն է, ուղղակի ձեր նախընտրած կարգավորումներին եւ կրիտերիաներին համապատասխանելու դեպքում դուք ստանում եք ազդանշան, թե կայքի մեջ, թե ցանկության դեպքում Telegram-ում։ Բերեք ստեղծենք մեր առաջին ալերտը, սկզբում պետք է գրենք անուն, օրինակ test 1։ Այնուհետև ընտրում կամ հանում ենք նույն լոգիկայով, լրիվ նույն մեխանիկայով աշխատում է ինքը։ Ընտրում ենք բիժան, ներքևում մեր blacklist-ի համար նախատեսված edge-ն է, ասենք ուզում եմ Bitcoin-ը հանեմ, չէ՞, ես Bitcoin-ը blacklist-ում է, այսինքն ինքը ինչքան էլ համապատասխանի իմ կրիտերիաներին, ինքը ինձ ազդանշան չի ուղարկելու արդեն Bitcoin-ի համար։ Ֆիլտրների բաժնում պետք է ընտրենք մետրիկաները, որոնց համապատասխանելու դեպքում մեզ կգա ազդանշան։ Ինձ հետաքրքիր են օրինակ Binance Futures-ի այն coin-ները, որտեղ 15 րոպեում կանցնի 30,000-ից ավել գործարք եւ NATR-ը կլինի 5 րոպեվա time frame-ի համար, ասենք 2%-ից բարձր։ Սեղմում ենք այս պլյուս կոճակի վրա, ընտրում ենք time frame-ը, ասենք 15 րոպե ու գրում եմ մինիմում 30,000։ Այնուհետև NATR-ի պլյուս կոճակի վրա եմ սեղմում, ընտրում եմ time frame-ը ու դնում եմ 2%։ Պայմանների բաժնում կարող եմ ընտրել, թե որտեղ եմ ստանալու ազդանշանները, ինձ պետք է, որ ես համ Telegram-ում ստանամ, համ սայթում ստանամ, երբ որ ես կապի կլնեմ, սայթը բաց կլինի, սայթում կգա, երբ որ կապի չեմ լնի, արդյոք ինչ-որ գործերով շեղված կլնեմ, Telegram-ում կգա ինձ նամակ ու եթե ինձ հետաքրքիր է, ես կգամ կոմպի մոտ ու իմ trade-ը կանեմ։ Ignore անելու համար նախատեսված այս բլոկը, ուրեմն ինչպես է ինքը աշխատում, ասենք դրեցինք 600 վայրկյան, ինքը 10 րոպեվա ընթացքում, եթե նույն ծիկերը համապատասխանի իմ նշված կրիտերիաներին, 10 րոպեվա ընթացքում ինքը ինձ ազդանշան չի ուղարկելու, այսինքն 10 րոպեվա ընթացքում նույն ծիկերի համար ես ստանալու եմ 1 ազդանշան ընդամենը, անկախ նրանից, թե քանի անգամ ինքը կհամապատասխանի մեր տված կրիտերիաներին։ Ու սեղմում եմ save։ Մի քիչ որ սպասենք, չգիտեմ, կարա բախտներից բերի այս բանին, բախտներից բերեց, այս բանին կան որոշ coin-ներ, որոնք համապատասխանում են իմ կրիտերիաներին։ Ինչ եմ անում ես։ Уведомления այս վկլատկայի մեջ, այս tab-ի մեջ մենք տեսնում ենք պատմությունը մեր ալերտների։ Եթե ես սեղմեմ այս ծիկերի անվան վրա, կբացվի տվյալ coin-ի գրաֆիկը, այստեղ ես կարող եմ time frame փոխել, ուսումնասիրել ան ու եթե ինձ հետաքրքիր է, նույն ձև այստեղ link եմ անում ու սեղմելու եմ ես ուղղակի այս կոճակի վրա ու միանգամից ստականն ու գրաֆիկը ստե բացվում է։ Իսկ հիմա հարց. ինչպես ստանալ Telegram-ով նույնպես մեր ալերտները։ Դրա համար մենք մտնում ենք profile edge-ը եւ այնտեղ ավելացնում ենք Telegram bot։ Թե ինչպես ավելացնել Telegram bot եւ միացնել այն MetaBroker-ում, մենք ունենք առանձին վիդեո, կարող եք սեղմել այս լինքի վրա ու նայել այս վիդեոն։ Այստեղ գրելու եք bot-ի token-ը, պատключից տակ ու վсё, միանգամից արդեն ձեր սեփական bot-ն եք ունենալու։ Անցնենք առաջ, լիստինգներ, ինչա լիստինգները իրանից ներկայացնում։ Այս edge-ում դուք կարող եք տեսնել հայտնի, մեզ այս պահին հայտնի լիստինգները, որոնք դեռ չեն եղել եւ արդեն եղած լիստինգների պատմությունը։ Այստեղ մենք կարող ենք հետևել լիստինգ եղած coin-ների հիմնական մետրիկաներին ըստ ձեր նախընտրած time frame-ների։ Այս պահին հասանելի է վերջին 50 հատ լիստինգների պատմությունը, բայց շուտով այս թիվը երևի կքառապատկենք մոտավորապես։ Լիստինգների համար նույնպես կարող եք տալ կարգավորումներ, սկսած նրանից, թե որ բիրժաների լիստինգներն եք ուզում տեսնել, վերջացրած նրանով, թե քանի րոպե առաջ եք ուզում տեղեկանալ տվյալ լիստինգի մասին։ Դրա համար բացում եք կարգավորումները եւ ընտրում բիրժաները ու տալիս ալերտների կարգավորումները։ Այնուհետև սեղմում եք սախրանից։ Անցնենք առաջ։ Funding։
թե ինչա ֆանդինգը ես հիմա չեմ բացատրելու, խնդրում եմ բացեք, կարդացեք։ Այս էջում դուք կարող եք տեսնել Metascalp-ում հասանելի բիրժաների բոլոր ֆանդինգները։ Այստեղ կա ֆիլտր, կարող եք ընտրել, թե որ բիրժաներն եք ուզում տեսնել։ Կարող եք սորթավորել դրանք ըստ տոկոսի մեծության եւ ինտերվալի։ Վերևի այս վիջետում հարմարության համար միշտ ցուցադրված են ամենաբարձր ֆանդինգները։ Եվ այսպես այսօր մենք քննարկեցինք մանրամասն, թե ինչ է իրանից ներկայացնում MetaBroker-ը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզ, որ համբերություն ունեցաք եւ մինչեւ վերջ նայեցիք։ Հարցերի դեպքում միշտ կարող եք դիմել մեր տեխնիկական աջակցության թիմին, լինքը անպայման կտեղադրենք նկարագրության մեջ։ Միշտ նոր հանդիպումներ, ցտեսություն ձեզ։